Հայ-ռուսական լարվածության ֆոնին Փաշինյանը մեկնեց Ռուսաստան Եկատերինբուրգ, չնայած միջոցառումները ավելի շատ տնտեսական են, սակայն ըստ քաղաքագետ վերլուծաբանների քաղաքական ուղերձներ եւս կլինեն։ Մի շարք հարցեր ամենայն հավանականությամբ անխուսափելիորեն կհայտնվեն նաեւ փակ քննարկումների ընթացքում։ Վերջին շրջանում հայկական որոշ ապրանքների նկատմամբ ռուսական սահմանային եւ սանիտարական վերահսկողության պատճառով առաջացած խնդիրները Երևանի համար կարևոր հարց են։ Փաշինյանն արդեն հրապարակայնորեն ասել էր, որ մտադիր է այդ հարցերը քննարկել ռուսական կողմի հետ։ Վերլուծաբանների դիտարկմամբ չի բացառվում, որ Փաշինյանն ու Միշուստինը փակ ձևաչափով անդրադառնան նաև Հայաստանի եվրոպական ուղղությանը, երկկողմ քաղաքական լարվածությանը, ռուսական պաշտոնյաների եւ հայկական իշխանությունների միջև վերջին ամիսների կոշտ հայտարարություններին։ Այս թեմաները սակայն չեն դառնա հանդիպան հրապարակային հիմնական մասը, քանի որ դրանք սովորաբար քննարկվում են ավելի բարձր քաղաքական մակարդակում, վարչապետ, նախագահ կամ արտաքին գործերի նախարարների ձևաչափով։ Նախ պետք է հստակեցնենք հանդիպում է Միշուստինի ցանկությամբ եղել, թե կողքից խնդրել է, որտեղ տարբեր տեղեկություններ կա։ Այնուամենայնիվ, այդ հանդիպումը լինելու է երկու երկրների եւս մեկ անգամ հարաբերությունների հստակեցման գիծ։ Այստեղ Հայաստանի ղեկավարությանը արժան նորից հարց են դնելու այն, ինչ որ դրել է Պուտինը եւ մյուս ղեկավարները։ Այն է, Հայաստանը պետք է հրաժարվի կամ հստակեցնի իր արտաքին քաղաքականությունը, կամ դու ԵԱՏՄ-ի համակարգում ես, կամ դու գնում ես Եվրոմիություն։ Ընդհանուր առմամբ ըստ որոշ վերլուծաբանների Եկատերինբուրգյան այցը կարելի է դիտարկել որպես փորձ տնտեսական համագործակցությունը պահպանելու եւ աշխատանքային կապերը չխզելու, նույնիսկ այն պայմաններում, երբ քաղաքական վստահությունը Երևանի եւ Մոսկվայի միջև շարունակում է մնալ զգալիորեն նվազած։ Փաշինյանը վերջին շաբաթներին հրապարակայնորեն ասել էր, որ հարցեր ունի ռուս գործընկերներին, թե ինչու են Ռուսաստանի որոշ պաշտոնյաներ կամ կառույցներ Հայաստանի ներքին քաղաքականության վերաբերյալ հայտարարություններ անում կամ շփվում այն ուժերի հետ, որոնք Երևանը դիտարկում է որպես իշխանության դեմ գործողներ։ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո նրա հրապարակային ելույթը ռուսական խոշոր հարթակում հայտնվեց լրացուցիչ քաղաքական ուշադրության կենտրոնում։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ սա ճգնաժամը լուծող հանդիպում չէ, եթե անգամ քննարկվեն քաղաքական հարցեր, դժվար թե կողմերը հայտարարեն որևէ նոր ռազմավարական պայմանավորվածության մասին։ Հիմնական նպատակը ըստ նրանց հաղորդակցության խզումը թույլ չտալն է։ Եթե հանդիպումից հետո պատժամի սահմանափակումներ չվերացվեցին կամ ավելի խստացվեցին, նշանակում է Հայաստանի Ռուսաստանի միջև հարաբերությունները գնում են, ասենք, վերջնականապես խզման։ Արագացվում է այդ գիծը։ Փոխելու դեպքում նրանք հանդիպելու են Եվրոմիության հակադասության այստեղ, այնտեղ իր խնդիրները կա։ Փաշինյան-Միշուստին հանդիպան ժամանակ արդեն Ռուսաստանի վարչապետը հայտնեց, թե Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը։ Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմար միջավայր ստեղծել ռուս ներդրողների գործունեության համար եւ ապահովի նրանց իրավունքների օրինական շահերի պահպանումը։ Փաշինյանի ձևակերպմամբ, սակայն վերջին շրջանում որոշ խնդրահարույց հարցեր են ի հայտ եկել։ Ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք եւ կլուծենք այդ հարցերը, ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը, եւ իհարկե մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում մեր մասնակցությամբ եւ շահագրգռված ենք, որ այն մեխանիզմները, որոնք նախատեսված են ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով, աշխատեն պլանային ռեժիմով։ Ես կարծում եմ, որ դա բխում է ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից։ Հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի կոնկրետ հարցեր լուծել։ Հայ-ռուսական հարաբերություններում ըստ փորձագետների նպատակներից մեկը չթողնել, որ այդ հարաբերությունները մտնեն բաց ճգնաժամի փուլ։ Ըստ վերլուծաբանների, սակայն դժվար թե հնարավոր լինի հասնել հարաբերությունների էական ջերմացման։ Եթե այս հանդիպումից հետո պահպանվի նույն հռետորաբանությունը եւ տնտեսական խնդիրները չլուծվեն, ապա մեծ է հավանականությունը, որ հանդիպումն ավելի շատ ծառայել է կապի պահպանմանը, քան հարաբերությունների վերականգնմանը։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Ուրալօղլուն Կարսից մինչև Նախիջևանի սահմանը ձգվող երկաթուղու նախագիծը գնահատել է որպես ներդրում Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան կապերի ամրապնդման գործում։ Նա հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Արալք-Դիլուջու երկաթուղու կառուցման նախագիծը կնպաստի երկաթուղային հաղորդակցության ամրապնդմանը երեք երկրների միջև։
Մենք այս աշխարհաքաղաքական մեծ թատերաբեմում օբյեկտ ենք, բացարձակապես սուբյեկտ չենք։ Մեր տարածքի հետ կապված ստորագրված պայմանագրի, այսինքն նախաստորագրված այդ փաստաթուղթը, որը որ դերևս վավերացում չի անցել, այդ տարածքի նկատմամբ խոշոր նոմինալ սուվերենություն ունենք եւ բնականաբար մեզ չեն դիտարկում այդ խոսույցի մեջ։ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպանգազ, ռուսական պրոպանգազով 30 վագոն կուղարկվի Բալաջարի կայարանից։ Նշենք, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է ավելի քան 14,000 տոննա դիզելային վառելիք եւ 4,000 տոննայից ավելի AI-92 եւ AI-95 մագնիշի բենզին։ Առ այսօր տարանցիկ եղանակով փոխադրվել է ավելի քան 34,000 տոննա հացահատիկ, մոտ 8,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա այլումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստան դաշինքը կվերցնի մանդատները, մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն։ Այս մասին տեղեկացրել են Հայաստան դաշինքից, ավելի վաղ ընդդիմության մեծամասնություն ստացած ուժեղ Հայաստան կուսակցությունը ևս հայտարարել էր, որ կվերցնի մանդատները, պայքարը շարունակելու են նաև ազգային ժողովում։ Վաղ առավոտից լայնածավալ խուզարկություն է իրականացվում Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու Multi-Group կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական եւ վարույթային գործողություններ։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ փաստաբան Երեմ Սարգսյանը չի բացառել, որ Ծառուկյանին կարող են տալանավորել։ Այսպիսի գործողություններ արվում են առանձնապես ծանր ինչ-որ հանցագործությունները, որտեղ որ իրականում, ասեմ չգիտեմ, զինված հանցագործների հետ կապված եղան։ Ինձ թվում է, որ նման որևէ հարց չկա, բայց մեր երկրում սա արդեն պրակտիկա է դարձել, երբ որ ուզում են շոուն ապահովեն, այս տեսարանները միշտ լինում են։ Հաշվեհարդարի դատավարությունը, ինչպես բնորոշում են Բաքվի զնդաններում ապօրինաբար կալանված Արցախի ռազմաքաղաքական նախկին առաջնորդները, հասել է Ադրբեջանի վերաքննիչ ատյան։ 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտված վճիռները հայ ռազմագերիներն են բողոքարկել, այդպես էլ չիմանալով, թե ինչի համար են ճաղերի մյուս կողմում հայտնվել, մինչև օրս վճիռները չկան։ Վճռի արկայությունը ամենակարևոր գործոններից է, որպեսզի անձը իմանա կոնկրետ իրեն ինչի համար են դատապարտել, ինչի հիման վրա, այսինքն ինչ ապացույցների հիման վրա, որպեսզի կարողանա դա պատշաճ բողոքարկի։ Այսինքն վճռի չտրամադրելը դա արդար դատաքննության եւ բողոքարկելու իրավունքի ակնհայտ խախտում է։ Սա իրականում շարունակությունն է, այսինքն իրենք ձև են անում, որ ինչ որ ընդհանրակարգերի են հետևում, նախատեսված է վերաքննիչ բողոքի քննում անում են, բայց ըստ էության բովանդակային իմաստով սա իրավունքի իրացում չէ, այլ ձևականություն է։ Դատարանում պատանդարված հայերը վերջին նիստերում են միջնորդել, որ պաշտպանական խմբերը հնարավորություն ունենան ծանոթանալ ամբողջական դատավճիռներին, սակայն Ալիևի դատավորներից շարունակ մերժման պատասխան են ստացել։ Հերթական անգամ տեսնում ենք, որ տարական անգամ երաշխիքներ չեն ապահովում, որպեսզի գոնե թեկուզ եւ արհեստական կամ արդար դատաքննության չապահովող դատավարության շրջանակներում ամբաստանյանները կարողանան իրենց իրավունքը իրացնել։ Բաքվի վերաքննիչը կամայական սկզբունքով է հայերի բողոքներով գործերն ընդունել։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դիմումները օրինական հետացել էին, պարզվել են չկան։ Այս մասին հենց նա էր հայտնել ընտանիքի հետ զրույցում։ Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն էլ հարազատներին տեղեկացրել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դիմելուց բացի իր դատավճռի հայերեն եւ ադրբեջաներեն տարբերակները ընտանիքին փոխանցելու խնդրանքը հասցրել է նաեւ Ադրբեջանի օմբուդսմենին, սակայն այդպես էլ մնացել է անարձագանք։ Ցավոք սրտի Հայաստանի մարդու պաշտպանը որևէ լծակ չունի դա երաշխավորելու։ Կարող է իհարկե փորձել միջնորդել, բայց ըստ էության սա էլ է խախտման ցուցիչ այն իմաստով, որ դու չպետք է երրորդ կողմի ներգրավումամբ ստանաս այն, ինչը օրենքով նախատեսված է, որ քեզ պետք է տրամադրեն, այն էլ ոչ միայն տրամադրեն, այլ տրամադրեն այն լեզվով, որը դու հասկանում ես։ Հայերի բողոքներով առաջին դատական նիստը վերաքննիչում օրերս է կայացել, բայց Երևան առայժմ միայն կծկտուր տեղեկություններ են դրանից հասել։ Ամերիկայի եւ Իրանի միջև բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին Պակիստանում։ Բանակցությունների շրջանակում քննարկվելու են պատժամիջոցներին, Իրանի սառեցված ակտիվներին եւ միջուկային խնդրին վերաբերող հարցեր։ Իրանական պատվիրակության կազմը կորոշվի նախկին գերագույն հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեի հուղարկավորությունից հետո։
Կիևը ենթարկվել է լայնամասշտաբ հարձակման ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածներից եւ մեծածավալ հրթիռակոծությունից առնվազն 10 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի։ Բազմաբնակարան շենքեր են տուժել, փրկարարական ջոկատները փորձում են բնակիչներին դուրս բերել գիշերային հրետակոծությունից ավերված շենքերից։ Որպես կանխարգելիչ միջոցառում Ուկրաինայի հարևան ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը կարճ ժամանակով կործանիչներ է օդ բարձրացրել։ Անկարայում հաջորդ շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիայում ձերբակալություններ են իրականացվել։ Անկարայում, Ստամբուլում եւ երկրի մի շարք այլ քաղաքներում ոստիկանական հատուկ գործողությունների ընթացքում ձախակողմյան եւ սոցիալիստական կուսակցությունների արմիությունների ներկայացուցիչներ են ձերբակալվել։ Քննադատների պնդմամբ ձեռնարկված գործողություններն ուղղված են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ բողոքի ցույցերը կանխելուն եւ այլախոհությունը ճնշելուն։ Իշխանությունները հերքելով այդ պնդումները հայտարարել են, որ հակաահաբեկչական հետաքննությունների մաս են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում անկախության օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է առնվազն 6 մարդ։ Բրուքլինի Քոնի Այլենդ թաղամասում հրաձգության հետևանքով տուժել է առնվազն 8 մարդ, այդ թվում 4 երեխա, երբ անհայտ անձը կրակ է բացել տոնը նշող ընտանիքի ուղղությամբ։ Ֆլորիդա նահանգում էլ անհայտ անձինք կրակ են բացել երիտասարդների խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով 1 մարդ է զոհվել։ Նմանատիպ միջադեպեր են գրանցվել նաև Ինդիանա, Կալիֆոռնիա, Միսսուրի եւ Օհայո նահանգներում, զոհվածների թվում կա 10-ամյա երեխա։ 50,000 դրամ պետական տուրք, 0 քննություն, բայց սովորական 13-ի փոխարեն ընդամենը 6 տուգանային միավոր։ Հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում վարորդական վկայականից զրկված անձանց իրավունքների վերականգնման նոր ընթացակարգը։ Քննություն չի լինի, բայց սխալվելու սահմանաչափը կիսով չափ կրճատվում է ու սահմանվում է 1 տարվա փորձաշրջան։ Այս հնարավորությունից անձը կարող է օգտվել միայն 1 անգամ։ Փոփոխությունը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված այն քաղաքացիներին, ում պատժի ժամկետն արդեն սպառվել է։ Ըստ ներքին գործերի նախարարության տվյալների խոսքը մոտ 18,000 վարորդի մասին է։ Եթե կան մարդիկ, որոնց զրկման, վարելու իրավունքի զրկման ժամկետը դեռևս չի լրացել, անպայման պետք է սպասել մինչև այդ ժամկետը լրանա։ Լրանալուց հետո այլի կրկին մնացած պայմանները նույնն են, 1 տարվա ընթացքում դիմել պետական տուրք եւ այլն, դրա մասին արդեն խոսել։ Որովհետեւ կարող է տպավորություն ստեղծել, որ բոլորը իբր հուլիսի 6-ից կարող են դիմել, բայց այդպես չէ։ Պետք է անպայման զրկման հիմքը վերացած լինի, այլ կերպ ասած, զրկման ժամկետը պետք է լինի ավարտված։ Արտոնությունը տարածվում է բացառապես ճանապարհային խախտումների, այդ թվում բալերի սպառման կամ ոչ սթափ վարելու պատճառով վարորդականից զրկվածների վրա, բայց 6 միավորի սահմանափակումը նշանակում է, որ երթևեկության կանոնների կրկնակի խախտումը վարորդին արագ կվերադարձնի նախկին կարգավիճակին։ Պարեկային ծառայությունում հստակեցնում են, սա վարքագիծը փոխելու պայման է։ Եթե կան այդպիսի մարդիկ, ովքեր պոտենցիալ կրկնելու են այն արարքը, որի համար իրենք զրկվել են վարելու իրավունքից, ես վստահեցնում եմ, որ 6 տուգանային միավորը իրենց համար 2 օրվա սպառելու հարց է լինելու։ Այսինքն սա հնարավորություն է բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են ընդառաջ գնալ պետության մեկնած ձեռքին, փոխել իրենց վարքագիծը, դրսևորել պատշաճ վարորդի վարքագիծ, հետո նոր ստանալ 13 տուգանային միավոր։ Գործընթացը կազմակերպվում է հետևյալ կերպ. Քաղաքացին ներքին գործերի նախարարության կայքում հերթագրվում է հատուկ առանց քննությունների բաժնում, ընտրում է օրն ու ժամը եւ համապատասխան հաշվեհամարին վճարում է 50,000 դրամ պետական տուրքը։ Եթե վարորդական վկայականի գործողության ժամկետը արդեն սպառվել է, ապա բացի 50,000 դրամից պետք է վճարվի նաեւ նոր վկայականի տուրքը։ Պլաստիկ քարտի համար 12,000 դրամ, իսկ թվային տարբերակի համար 6,000 դրամ։ Գործող վկայականների դեպքում հավելյալ վճար չի առաջանում։ Այս կարգից օգտվելու համար քաղաքացիներն ունեն ուղիղ 1 տարի ժամանակ։ Նախաձեռնության հիմնական նպատակը քննական ստորաբաժանումների բեռնաթափումն է եւ վարորդներին իրավական դաշտ վերադարձնելը։ Հուլիսի 4-ին Ջրաշեն 6-րդ փողոցի տներից մեկի մոտ դանակահարություն է եղել։ 3 քաղաքացու Սպիտակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխել են Սպիտակ բժշկական կենտրոն։ Քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորները Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրն են։ Իմ տեղեկություններով Սպիտակ բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել 3 վիրավորների կյանքը, սակայն նրանք երկուսի իմ տեղեկություններով դեռ պետք է մնան վիրահատարանում վերակենդանացման բաժանմունքում, բայց նշված բժշկական կենտրոնի բժիշկների օպերատիվ եւ
գրագետ ճիշտ աշխատանքի արդյունքում լավ է վիրավորների կյանքին կարծես թե վտանգ չի սպառնում։ Պարզել են, որ նշված Volkswagen Magnish-ի ավտոմեքենայով է վիրավորներից մեկը տեղափոխվել Սպիտակ բժշկական կենտրոն։ Ահա, նշված ավտոմեքենայի վրա տարբեր հատվածներում հայտնաբերվել է արնանման հետքեր։ Ջրաշենգյուղից եւս մեկ քաղաքացի է հետո տեղափոխվել Վանաձոր բժշկական կենտրոն, նա էլ Արեն Վարդանյանն է։ Նախնական տեղեկություններով առնչություն ունի այս միջադեպի հետ ու ըստ քաղաքացիների կասկածյալն է, ով էլ դանակահարել է այդ անձանց։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր։ Հավաքվածների խոսքով միջադեպը մեքենան արագ չքշելու կամ կայանելու շուրջ է եղել։ Պարզել են Լոռու մարզի քրեական ոստիկանները նշված վայրից մեկ հոգի նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նա տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն, ով ենթադրյալ կասկածյալն է, դանակահարողը, ով իմ տեղեկություններով էլ աշխատում է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։ Իսկ հուլիսի 3-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում Սևան քաղաքի հոգեկան առողջության կենտրոնի հարևանությամբ գտնվող գերեզմաններում։ Կայանված Ford Fusion-ում երիտասարդի դի է հայտնաբերվել։ Օպերատիվորեն ժամանել են Սևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Վարդան Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քրեական վարչության պետ Սանթուր Դուրգարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետը Մարգարյանը եւ Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը։ Ժամանել են նաև Բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի եւ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսի Գրիգորյանի գլխավորությամբ։ Արտաքին զննությամբ դիակի վիրաբռնության հետքեր չեն եղել, նախնական տեղեկություններով մահացածը Կոտայքի մարզի բնակիչ է, իր հարազատի գերեզմանին էր այցելել, մյուս հանգամանքները պարզվում են։